Ինչով եք զբաղվել։ Լոմոնոսով եմ սովորել, ավարտել եմ, աշխատել եմ, ուսուցչի եմ աշխատել երկար տարիներ, հետո առողջական խնդիր ունեի, նենց խնդիր էր, որ Անհամատեղելի էր։ Լսողությանս հետ էր կապվել։ Դպրոցը թողել եմ։ Դպրոցը թողել եմ, նման գործում երկար տարիներ Արզնի ֆաբրիկայում եմ աշխատել, ֆերմերվարիչ եմ աշխատել։ Օժանդակից սկսել եմ, ինչքան դժվար, ինչքան կեղտոտ գործ կար ինձ էին ասում։ Հետո իմ տղեն դեռ դպրոցն ավարտելա չի ուզեցել, մնա վերադարձել ենք մեր տուն։ Հետ Թումանյան։ Հետ Թումանյան։ Զաղիձոր։ Թումանյանը մեզ լավ ենք զգում։ Ուր էլ գնացել եք։ Ձեր այնտեղ եք ծնվել, Թումանյանը։ Ես Թումանյանը ծնվել եմ, Թումանյանը մեծացել եմ, Մոսկվա սովորել եմ, վերադարձել եմ, քանի տարի ա որ Հայաստան ենք ապրել, բայց խոսքի աշխատել եմ Խոշի միջնակարգ դպրոցում, Հրազդանում, Երևանի 59 համար դպրոցում եմ աշխատել, Աթան գյուղում եմ առաջի տարիս աշխատել։ Մի խոսքով շատ եմ աշխատել։ Տնային պայմանները մեր մոտ երեխեքին շատ եմ օգնել, օրինակ շահադություն են ունեցել, ռուսերենից գրելու պատմություն են ունեցել, ինձ դիմել են չեմ մերժել, օգնել եմ երեխեքին։ Բայց որ դասավանդեի չէ, հետո ինձ Դեպետ գյուղի տնօրեն առաջարկեց, որ գնամ որից բան անեմ, իրանք մոտ մասնագետի կարիք ունեն, չհամաձայնվեց, չէի կարա գնամ։ Լսողությունը շատ կարևոր բան է մարդու համար։ Եթե ես չեմ լսում, ոնց կարամ գնամ երեխեքին դասավանդել։ Չլսելու արդյունքում շատ որը հետևանքներ կարող է առաջանալ։ Մի խոսքով, բոլորն էլ աշխատանք ունեցել են, մեկը թոշակ է անգել, մեկը առողջություն չունեցել, մեկ ընտանիքի կարիքներ ձեռնելով ատանը մնացել, դասեն սեզոնային աշխատանքները մեզ ձեռ ատալի։ Այո։